որևէ ուրեմն սահմանային մաքսային որևէ այլ ինքնիշխան գործառույթ չի արտապատվիրակվելու ոչ միտեղ սահմանային եւ մաքսային մարմինների ներկայացուցիչները համապատասխան տեղերում մշտապես ներկայություն են ապավելու բոլոր տեղերը հասանելիություն են ունենալու եւ խոսեցինք front office back office-ից կարծում եմ որ հարցի պատասխանը հնչել է արդեն Լավ, մի փոքր ընդլայնենք թեման, բացի միայն թրիփի բաղադրիչից անդրադառնանք ընդհանուր գուցե տարածաշրջանային մյուս նախագծերի հետ դրա փոխկապակցվածությանը կամ ընդլայնմանը հնարավոր է։ Այս կոնտեքստում հարց ենք ստացել կամ մշակված նախագիծ, թե ինչպես է թրիփը կապվելու հյուսիս-հարավ ճանապարհին։ Եվ արդյոք ենթակառուցվածքներն ավելի գնալու են հատվելու, թե խանգարելու տրամաբանությամբ։ Վստահաբար ոչ խանգարելու տրամաբանությամբ, ուրեմն հյուսիս-հարավ մի կողմից եւ մյուս կողմից թրիփ ենթակառուցվածքներ, որոնք ըստ էության արևելք-արևմուտք եւ կամ արևմուտք-արևելք շարժ են ենթադրում, միասին կազմելու են խաչմերուկ, այսինքն այն խաղաղության խաչմերուկը, որի տեսլականը մենք ունենք եւ կիսվել ենք աշխարհի եւ հայաստանյան հանրության հետ։ Արդյոք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկումներում անդրադարձել եք թրիփին Թուրքիայի հնարավոր ներգրավմանը, եթե այո, ապա որն է պատկերացվող մասնակցության ձևաչափը։ Ուրեմն թրիփին Թուրքիայի ներգրավում չենք քննարկել ամերիկյան կողմի հետ եւ թրիփը ինչպես կար, այնպես էլ այս պահին կա որպես Հայաստան Միացյալ Նահանգներ ուրեմն համատեղ բիզնես գործունեություն Միևնույն ժամանակ իհարկե լայն ավելի համատեքստում, ապաշրջափակման համատեքստում, եթե դիտարկենք, իհարկե ակնհայտ է, որ միայն Հայաստան-Ադրբեջան ապաշրջափակմամբ, սահմանի բացմամբ, երկաթուղու վերագործմամբ, ուրեմն այդ ենթադրյալ Ասիա-Եվրոպական միություն մեծ լոգիստիկ նոր անցումը չի ստեղծվի, չի ապահովի, Հայաստանի ամբողջ ապաշրջափակումն էլ ամբողջական չի լինի, գիտեք Թուրքիայի հետ խոսակցությունը վաղուց կա այս ուղղությամբ, բավականին կոնստրուկտիվ խոսակցություն, ես կարծում եմ մոտ ապագայում արդեն շոշափելի առաջընթաց եւ քայլեր կունենանք, բայց իհարկե բոլորիս ընկալումն այն է, որ ապրանք բեռները կամ ծառայությունները կամ մարդիկ Ասիայից կարող են գալ, ասենք, Ադրբեջան, այնուհետև Հայաստանի տարածք թրիփ ենթակառուցվածքներով, Նախիջևանից կրկին երասխով Հայաստան, եթե երկաթուղու մասին ենք խոսում, եւ եթե Գյումրի-Կարսը չվերագործարկվի, հաստատ այդ բեռները չեն կարող այդ ճանապարհով գնալ Թուրքիայի տարածքով Եվրոպա կամ հակառակ ուղղությունով։ Հետեւաբար տրամաբանական է, որ Թուրքիան այս ապաշրջափակման եւ տարածաշրջանի զարգացման մաս լինի, բայց ոչ կոնկրետ թրիփի մասով եւ ամերիկյան կողմի դա չենք քննարկել։ Այսինքն թրիփի շարունակության